Նինո Ծմինդայում շարունակվում են հանգստի գոտիներ կառուցելու, եղածը բարեկարգելու աշխատանքները։ Բոլորովին նոր պուրակ բոլորիս համար հայտնի Ղալաչա սրբավայրում, որը հանդիսանում է Խոջաբեկ թաղամասի հայկական փողոցի մի մաս։ Երբ եւ ինչ աշխատանքներ են սկսվել իրականացվել տվյալ վայրում, մեկնաբանեց Նինո Ծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների եւ շինարարության ծառայության ներկայացուցիչը։ Ուրեմն այս տարի 8-ին 10-րդ ամիս տենդերը շահել է Օֆելիա Խանախյանը 81,000 լարիով, մենք նախատեսել էինք 82,000, մենք հաղթել է տենդերը եւ այդ այսպես կոչված Ղալաչան հայկական փողոցի շարունակությունն է, այսինքն քաղաքը նորից կունենա նորից հանգստյան գոտի, բոլոր իր հարմարություններով, աշխատանքներն ընթանում են, դեկորատիվ պատերով, խաղալիքներով, ջեմուղիներով, ամեն ինչ իր կարգին, այսինքն մեր ժողովուրդը եւս մի հանգստյան զոնա կավելանա իր հանգիստը վայելելու համար, քանի որ մեր պայմանները մի քիչ անկանխագուշակելի է, եթե եղանակները լավ գնա, մինչև տարվա վերջ հույսով ենք վերջացնի, եթե տեղումները խանգարեց, տեղափոխենք մյուս տարի, այսինքն այդ պրոյեկտը անպայման կվերջացվի։ Այդ քաղաքին ցանկապատին պես սիրուն ֆիգուրաներով նստարաններն է, լուշատկող ջեմուղիներն է, խաղալիքները տեղադրել, սուրբն է։ Ինչպես իր խոսքում նշեց Արարատ Դարբինյանը, մրցույթ է շահելու Օֆելիա Խանախյան ընկերությունը։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են եւ մոտ ապագայում Նինո Ծմինդան կունենա եւս մեկ գեղեցիկ ու հարմարավետ պուրակ բնակիչների համար։